ներկայիս 65 տարեկանները ես կատակում եմ հաճախ, որովհետև երբ մայրիկ էր ոչ թե տատիկ, եւ բնական է մեր տատիկն է մեզ է, չէ, պաշտպանել։ Այսինքն դա այդպես ես միշտ շատ լավ հիշում եմ մեր կենտրոնի, հա, պայծառահիշատակ հիմնադիրը պրոֆեսոր Սաղաթելյան ասում էր, որ ընտանիքն է, որ գիտական կենտրոնն է համարվում առողջ, որտեղ 3 սերունդ կա՝ տատիկը եւ պապիկը, հա, որը իր փորձով, այո, ավակ սերունդը, որը կիսվում է, ծնողները, որոնք աշխատում են, հա, որ հասցնեն եւ ապահովելու եւ փոքրերին եւ երեխաները, գիտական կոլեկտիվն էլ է այդպես, եթե դու այ հիմա անդադարում ես Հայաստանի գիտությունը, որ շատ խախտված է այդ սերնդափոխությունից, ունենք շատ երիտասարդներ, հա, բայց այդ միջին սերունդ չունենք, սա էլ է շատ կարևոր, ինչի որտեւ այդ բերը քաշողը պիտի միջին սերունդը լինի։ Հիմա այդ առումով էլ ես օրինակ բերեմ, վերջերս խոսում էինք, զրուցում էինք լրագրողներից մեկի հետ, որ զանգահարեց ինձ, ասում է Դավիթ ջան, դե արդեն անհանգստանում ենք, ասում է վերջերս էր այդ մի մանկական կերի մեջ խախտում հայտնաբերվել, մի քանի օր չանցավ, հիմա էլ գիտեք, դարձյալ մեծ խոշորագույն ընկերություն, հա, մեծ խախտում եւ գիտեք, որ բազմաթիվ երեխաներ առնչվել են, բախվել են բարեբախտաբար ոչ Հայաստանում, բայց դե պարզ է, ցանկացած մայրիկ, եթե այդ ապրանքանիշից օգտվում է, բնականաբար անհանգստանում է եւ ավելին ասեմ, այնպես չի, հա, որ Հայաստանում էլ բոլոր մթերքներն անվտանգ են, այս առումով եւս շատ կարեւոր է, որովհետեւ նույն օրինակ եթե հետ ենք գնում, հա, նախկին մեթոդներին եւ նախկին սննդակարգին, հիմա երբ մենք նայում ենք նաեւ այդ ամեն ինչին սննդագիտական տեսանկյունից, հա, ես կուզեի մի քանի նաեւ շեշտադրում անել, այսօր մենք անընդհատ ասում ենք եվրոպական ուղեցույցներ, բոլորիս թվում է, որ բառը եթե եվրոպական ուղեցույց ենք ասում կամ ամերիկյան, մենք ավելի առաջադեմ ենք, դրանով դառնում ենք ավելի առաջադեմ, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, եթե դուք բացեք Խորհրդային Միության տարիների սնման նորմերը եւ սննդակարգերը, նրանք շատ ավելի խիստ են եւ որակյալ քան նույն հիմիկվա եվրոպական ուղեցույցները, այ մենք ընդհանրապես վերջերս մի հետազոտություն էինք անում եւ ես վստահ եմ, որ բոլորը շատ լավ կհիշեն ժամանակին ինչքան տարածված էր եւ մարդիկ ինչքան շատ էին օգտագործում տարեկանի հաց։ Հետո սկսեց տարեկանի հացի այդ մասսայական կեղծումները, որտեվ Հայաստանում չկար, գունանյութեր տալ եւ այլ, բայց ժամանակին մարդիկ, ես հատկապես հիշում եմ դիաբետով հիվանդները, հա, օգտագործում էին անցած հաղորդումը մեր հենց դրա մասին է։ Սա շատ կարեւոր էր եւ նախկինում, եթե բացում եմ հենց նույն մեր մանկապարտեզների, հա, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարգը, այնտեղ հստակ ունեինք, որ երեխան չի կարող օգտագործել միայն ծորենի բարձր տեսակի ալուրից պատրաստվող հաց։ Եվ հիմա նայում ենք, որ հաճախ խոսում ենք, որ Հայաստանի սննդակարգում երկաթը քիչ է, ֆոլատ դեֆիցիտ ունենք, բայց նույն օրինակի համար, հա, տարեկանի կամ աշորայի հացը, որը որ մենք ունենք, նա ֆոլատի լավ աղբյուր է հանդիսանում։ Մարդ օրինակ 100 գրամ ընդամենը տարեկանի հաց օգտագործելով իր ֆոլատի օրական դոզայի 33% կարող է ստանալ։ Այսինքն պատկերացնում եք ինչքան կարևոր ուտելիքներ։ Ես ինչի եմ նաև իմ սոցիալական ցանցի էջով անդրադառնում, թե օրինակ ինչի ենք մենք սիսեռի քանակը սկսել կրճատել, եւ հետո երբ որ ավելի մանրամասն նայում ես, նաև այս առումով, հա, ցանկացած մանկապարտեզի տնօրենի կամ պատասխանատուի հարցրեք, նախկինում massայական խախտում էին բոլորը, ծորենի բարձր տեսակի ալուրից հաց էին տալի։ Ասեք ինչի եք դա տվել, որտեվ երեխաները հրաժարվել են մնացած, այսինքն մանկապարտեզ այդ կապը, հա, սննդային վարքի փոփոխություն ամենադժվար փոփոխություններից են, եթե դու մենք ինքներս մեզ վրա էլ գիտենք ինչքան դժվար է պակասեցնել շաքարավազը, աղա եւ այլն։ Ես իհարկե անուն չեմ տա, բայց դպրոցներից մեկի պատասխանատուների հետ էի զրուցում, որը ինքը տատիկ է եւ շատ պոզիտիվ, այդպես երևում է, որ ինքն էլ երեխաներին շատ է սիրում, ես էլ միշտ ասում եմ, որ երեխաների հետ սիրում եմ աշխատել եւ դե հետեւում եմ իրեն հարցախույզ եմ անում, հա, որտեվ աշխատում եմ ես էլ իրենց հետ ընկերական լինեմ, որ ոչ թե տուգաննում ենք, մենք տուգանող չենք, հա, մարդը հանգիստ կիսվի քո հետ, որտեվ մենք նպատակ ունենք, որ ավելի ուղղելու, հա։ Եվ մի օր տատիկներից մեկը ասեց, դե ասում է Դավիթ ջան, ինչ ասեմ, չեմ թաքցնի, ասում է քեզնից, որ տենում եմ երեխեքը չեն ուտում, այ մարդ իմ թորից ես չեմ տարբերում դրանց, ասում եմ կեր, որ մի հատ ժելե տամ։ Այսինքն ես այդ միշտ ժելեի օրինակն եմ վերում, ես էլ ասեցի, որ դե ժելեն բնականաբար շատ վատ է, հատկապես երեխաներին, որտեվ բացի շաքարը, հա, ներկեր, հավելումներ եւ ընդհանրապես որևէ օգտակար բան չունի, եւ այո, ինչպես նշում ենք, սա շատ կարեւոր է, բայց
Այստեղ մի կարևոր խնդիր կա եւ կուզեի հիմա օրինակ մի փոքրիկ անցում անեմ, բազմաթիվ դժգոհություններ եմ ստանում նաեւ մանկապարտեզներից, որ երեխաները հրաժարվում են եւ տաք ճաշատեսակներից եւ աղցանից եւ հատկապես այդ աղցանից հրաժարվելու դեպքում բազմաթիվ երեխաներ սոված են մնում։ Որն է լուծումը հետաքրքիր։ Ահա, սա էլ է շատ կարևոր։ Գիտեք, որովհետև մենք եթե երեխային տանը, իսկ ցավոք սրտի պետք է նշեմ, որ այդ նույն դաստիարակության մեթոդների հետ կապված ես նկատում եմ, որ որքան ժամանակը անցնում է, շատ արագ տեմպերով մենք Հայաստանում ականատես ենք լինում դաստիարակության մեթոդների էական փոփոխության։ Հիմա տեսեք, մենք այստեղ էլ շատ կարևոր է թե որքանով ենք օբյեկտիվ։ Ինչի եմ ասում, որքանով ենք օբյեկտիվ, որտեղ այո մեր սերնդակիցները շատ լավ հիշում են մեր ծնողների խիստ դաստիարակության մեթոդները, բայց մեր ժամանակ չէր կարող երեխան կամակորություններ անել եւ ընտանիքը բավարարեր այդ բոլոր կամակորությունները։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմա ես ընտանիքներ գիտեմ, որ ասում են դե երեխան չիպսից, կարտոֆիլի ֆրիից բացի ոչինչ չի ուտում, մենք միայն դա ենք տալիս։ Շատ են այդ ընտանիքները։ Եվ շատ են այդ ընտանիքները, աղիձողիկ, այսինքն ինչքան վատ սննդային սովորույթ կա եւ դա ամենահեշտ տարբերակն է, այսինքն ջանք չդնել, ջանք չթափել, չգիտեմ, բացատրական աշխատանք չտալ, որտեղ այդպես ավելի հեշտ է։ Բայց մի եւս օրինակ բերեմ, իհարկե իմ շատ մտերիմ ընկերներից մեկը, որ հիմա Հայաստանում չի ապրում, դժվար հիմա մեզ հետևի, բայց միշտ իրեն ցիտում եմ, կուրսով հավաքվել ենք միջոցառում նշելու եւ քանի որտեղ մենք բոլորս սա մասնագիտական կրթություն ունենք եւ կուրսեցից նաեւ իր կինը, ովքեր որ կազմակերպել էին միջոցառումը, գիտեն ես շատ ուշադիր եմ սեղաններին, ամենալավ աղցանները, ամենալավ ուտելիքները եւ այո, հարցնում են, դե իրականում մեր հայկական սեղանները, եթե ճիշտ միշտ բանջարեղենային աղցան կա եւ մենք նորմալ սեղան ունենք, իրականում մենք ենք փչացրել մեր սեղանները, թե չէ հայկական ավանդական սեղանը իսկապես կարելի է շատ լավ սնվել։ Եվ այդ նույն օրը երեխաների համար նույն ռեստորանում պատվիրել էին սեղան, որտեղ դրված էին գազավորված ըմպելիքներ, պիցա եւ ֆրի։ Ես երբ որ մոտեցա երեխաների սեղանին, ասում եմ, երեխեք ջան, ասում եմ, դուք եթե մեր սեղանից օգտվեիք, շատ ավելի օգտակար կսնվեիք, քան անունը, որին մենք դրել ենք մանկական մենյու, այո, մանկականը։ Այս առումով եւս իհարկե ծայրահեղություններից ծայրահեղություն ենք ընկնում եւ տեսեք մի օրինակ բերեմ դարձյալ, որովհետև մենք որոշակի դեպքերում հանուն արդարության պիտի ասեմ, որ կրկնակի չէ, եռակի ստանդարտներով ենք առաջնորդվում։ Նոր մայրիկներ կան, դե ես շատ առնչվում եմ, չէ՞, նոր մայրիկների հետ, ծայրահեղ։ Բայց այդ նույն ծայրահեղ մայրիկը դու տեսնում ես, թե երեխային ինչքան շոկոլադ է տալիս, ինչքան քաղցր է տալիս, բայց օրինակի համար ինքը ինչ որ գրականության մեջ կարդացել է, որ այ մեղրը երեխային վնասակար է։ Այսինքն ուրեմն այդքան շաքարը երեխային վնասակար չէր, այդքան շոկոլադե մածուկը վնասակար չէր կամ թեյը, եւ այս առումով եւս հասկանում եք, մենք պետք է հասկանանք, որ ի վերջո, եթե համեմատում ենք նաև մեր այդ նույն մարդիկ ի վերջո